Հողերի սեփականաշնորհումը գյուղապետի կողմից ըստ գյուղացիների կատարվել է անօրինական ճանապարհով։ 13 տարի շարունակ Շահբազյանները վճարումներ են կատարել իրենց 6 հեկտար ցանկատարածության համար, բերք ստացել այդ նույն հողից։ Այսօր այդ հողակտորը գյուղապետի սեփականությունն է։ Իմ տաշտս 6 հեկտարը ստեղ է, այդ մարդը իմ հողս աբորենի կերպով զավտել է, ինձ տվել է ստեղ, ամասեցին է ցանեք, սե ամասեցու տաշտը քուկտ է։ Մնացել է մոտից կախված։ Գործով 9 դատական նիստ է կայացել եւ բոլոր դատավճիռները հօգուտ գյուղապետի։ Ըստ գյուղացիների գործը քննող դատավորն ու գյուղապետը խնամիական կապեր ունեն։ Հետևաբար հօգուտ նրա վճիռ կայացնելը զարմանալի չէր։ Գյուղի բնակիչները դիմել են տարբեր ատյանների, մինչև անգամ երկրի նախագահին, բայց արձագանքներ չկան։ Այս փաստի արդիվ դիմել ենք բազմաթիվ անգամ Հանդապետյան նախագահին, վարչապետին, ոստիկանության 6-րդ բաժնի Պետին, ոչ մի արդյունք չենք ստացել։ Տարեկան 19,000, 12 տարվա մենք մուծել ենք 10։ Ես տարի մենք վարեցինք, որ պետք է ցանենք, կարտոֆիլ ցանենք, միլիցիա բերեց, միլիցիայով մեր հողը վերցրեց։ 1991 թվականին, երբ Ողջի գյուղում հողատարածքներ են բաժանվել գյուղացիներին, Շահբազյաններին բաժինը հասել 6 հեկտար ցանկատարածություն, Սարգիս Ավագյանին 4,4 հեկտար։ Այսօր արդեն ըստ գյուղացիների անգամ գյուղի բնակիչ չհամարվող Ավագյանի հողատարածքի չափը զգալիորեն աճել է։ Էդի խիղճը ինքը Մոսկվա աշխատի, Մոսկվա քաղաքացի եղնի, ինքը հողի տեր եղնի ստեղ, իսկ ես գյուղում ապրում եմ, գյուղում բնակվում եմ, ես զրկում եմ հողից։ Իսկ մաֆիա է։ Մենք մաֆիայի դեմ ենք պայքարում։ Երբ գյուղապետին հարցրեցինք, թե ինչպես եղավ, որ 13 տարի Շահբազյանների կողմից օգտագործված հողը դարձավ իր սեփականությունը, նա նախ լռեց, ապա շարունակեց։ Երբ մենք խնդրեցինք ներկայացնել հողի սեփականության մասին որևէ փաստաթուղթ, գյուղապետ Սարգիս Ավագյանը հավաստիացրեց, որ 2 օր առաջ գյուղվարչությունից պահանջել են փաստաթղթերը, ու հիմա դրանք իր մոտ չեն։ Որպես խոսքերի ապացույց նա զանգահարեց գյուղվարչության աշխատակիցներից մեկին։ Վերջինս էլ նշեց, որ փաստաթղթերից գաղափար անգամ չունի։ Լովա, մի րոպե։ Լովա Ավագյանն է։ Դուք այդ փաստաթղթերից չեք, ձեր մոտը չէին թղթերը, ախպեր ջան։ Տարօրինակ կերպով հեռախոսազանգից հետո գյուղապետը հիշեց, որ փաստաթղթերն իր մոտ են եւ խնդրեց սպասել, մինչ կբերի դրանք։ Այնուհետև իրավիճակը պարզաբանեց իր տեսանկյունից։ 2 տարի թե 4 տարի օգտագործելուց հետո ասեց հողակտորս քարկարոտ է, կարգերին չի համապատասխանում։ Խնդրում եմ հարկելի գյուղապետ հանձնաժողովի հողը հետ վերցնեք։ Վերջում գյուղապետն ինքն էլ հավաստեց, որ հողերի բաշխման ժամանակ իրեն հասել է 4,4 հեկտար հողատարածք, իսկ փաստաթղթերում նշված մյուս թիվը համարեց ուղղակի անուշադրության հետևանքով թույլ տրված սխալ։ Իրեն հասել է 2 բաժին հողաբաժին, մեր հողաբաժինը 3 հեկտար էր։ Իսկ ինձ Գյուղացիներն այժմ սպասում են մարզպետարան հասցեագրված հերթական դիմումի պատասխանին, իսկ մինչ այդ կռվախնձոր դարձած հողատարածքները շարունակում են մնալ գյուղապետի ենթակայության տակ։ Շուշանա Գրիգորյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։